Հարգելի հայրենակիցներ, Նիկոլան Հողը եւ իր թայֆան շատ սրտնեղած են եւ տեղակուսած են այն հանգամանքից, որ նույնիսկ իրենց երկրպագուները շատ բացասաբար են արձագանքում եւ արձագանքել Նիկոլ Անհողի կառավարության ներկայացուցիչների եւ ընդհանրապես թայֆայի ստացած պարգևավճարներից։ Հիշեցնեմ, որ Նիկոլան Հողը 2025 թվականի առաջին կիսամյակի դրությամբ ստացել է մոտավորապես 12 միլիոն դրամ պարգևավճար, չզարմանաք, եթե պարզվի, որ երկրորդ կիսամյակում էլ է նույնքան ստացել, էլ չասեմ, որ նախարարները այո, բացահայտեցին, որ իրենք 5 միլիոն, 7 միլիոն ազգային ժողովի պատգամավորները 2 միլիոն, 3 միլիոն պարգևավճարներ են ստացել այն ուրեմն ֆոնին, եւ որ նույն Նիկոլան Հողը ընդամենը մեկ ամիս առաջ ազգային ժողովում, ինչպես նաև կառավարության նիստի ժամանակ հայտարարում էր, որ ասեք 10,000-ով բարձրացնես թոշակառուի թոշակը, ինչ է ինքը հասկանալու դրանից, կամ եթե նույնիսկ բարձրացնես էլ միևնույն է, պետք է ասենք X գումարը ծախսի կոմունալների վրա, կոնկրետ տունը տակացնելու վրա եւ միևնույն է պետք է մրսի։ Սակայն որքան տեսանք հանրության մի զգալի մաս, այդ թվում նաև Նիկոլի երկրպագուները այս ամեն ինչը շատ ծանր տարան եւ Նիկոլը որոշեց իր թայֆայի ներկայացուցիչների միջոցով Ժողջանին համոզել, որ իրենք քիչ բան չեն արել Ժողջանի համար։ Եվ օրինակ Վահագն Ալեքսանյան անունազգանով այսպես մեծ գլխով ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետը 7 թե 8 տարվա մեջ հազիվ ավարտած այդ կիսագրագետի միջոցով փորձեցին իրականությունը կեղծիքի հետ համեմած մանիպուլյացիաների եւ ստերի միջոցով Ժողջանին համոզել, որ Ժողջանի կյանքը այնքան էլ վատը չէ։ Եվ այո, Վահագն Ալեքսանյանը ճիշտ է ասում, որ երբ որ իրենք 2018 թվականին եկան իշխանության, մինիմալ թոշակը 16000 դրամ է, եւ ճիշտ է ասում, որ մինիմալ թոշակը հիմա ընդամենը 36000 դրամ է, բայց դրանից հետո արդեն գալիս են բացահայտ կեղծիքներ։ Ուրեմն այս անձնավորությունը փորձում է բոլորին համոզել, որ հիմա թոշակը բարձրացել է մինչև 43000 դրամ ուշադիր քեշբեքների միջոցով։ Հետաքրքիր է, այսպիսի թվեր նկարելուց Վահագն Ալեքսանյանը բարի կլինի մի հատ պարզաբանի, թե Հայաստանում քանի թոշակառու կա, քանիս են օգտվում այդ քեշբեքի ծրագրով եւ ընդհանրապես այդ քեշբեքի ծրագրով օգտվողների մեջ քանիսն են կազմում այն մարդիկ, ովքեր ստանում են ընդամենը 36000 դրամ։ Հարգելի հայրենակիցներ, կոնկրետ թիվ չես կարող գտնել, որովհետև Նիկոլան Հողը լրիվ ուրիշ բան է հայտարարում կառավարության նիստին թոշակառուների քանակի վերաբերյալ, համացանցում այլ տվյալներ կա։ Տարբեր տվյալներով Հայաստանում 500-ից մինչև 660,000 թոշակառու կա ըստ Նիկոլ Անհողի բարձրաձայնած թվերի։ Գումարասրան նաև տարբեր տվյալներ են հրապարակում նաև այդ քեշբեքի ծրագրով, ուրեմն օգուտ ստացողների։ Իմ ունեցած տեղեկությունները մինչև 330-ից մինչև 340,000 մարդ է օգտվում այս քեշբեքի ծրագրով, որը նշանակում է, որ թոշակառուների գրեթե կեսը չի օգտվում այս ծրագրից եւ այն հայտարարությունները, որ թոշակը 36000-ից հասել է մինչև 43000, ուղղակիորեն մանիպուլյացիա եւ կեղծիք է։ Նման բան չկա, որովհետեւ ես ինքս Գյումրիում գիտեմ բազմաթիվ թոշակառուներ, ովքեր ստաժ չունեն եւ ստանում են ընդամենը այդ 36000 դրամը, որ նրանք ստիպված թոշակը կանխիկացնում են հենց ամսվա սկզբին, որպեսզի վճարեն նաեւ իրենց կոմունալի վճարները, ինչպես նաեւ վերցրած այն պարտքերը, որոնք իրենք կուտակել են նախորդ ամսվա մեջ համապատասխան թաղի կամ համապատասխան փողոցի փոքրիկ խանութից անվճար սնունդ վերցնելու համար։ Ավելին ասեմ, հարգելի հայրենակիցներ, ես ինքս տեսել եմ, ինչպես նաև իմ ընկերներն են նաև պատմել, որ օրինակ Գյումրիի խոշոր խանութներում թոշակառուները կանգնում են եւ տեսելով, որ ինչ-որ մեկը կանխիկով է փորձում վճարել, մոտենում են եւ խնդրում են, որպեսզի այդ կանխիկը իրենց տա եւ իրենք այդ թոշակի քարտով վճարեն, որպեսզի օգտվեն այդ անկանխիկ վճարների արդյունքում գոյացած քեշբեքից։ Գումարասրան նաեւ ապրելով Գյումրիում կարող եմ ասել, որ հազարավոր թոշակառուներ ստիպված են թոշակ ստանալ կանխիկ եւ
դրա ապացույցն այն, որ դա բոլոր գյումրեցիները գիտեն կոնկրետ, որ ասենք թոշակի օրերին բանկոմատների դիմաց մեծ հերթեր են գոյանում։ Շատ ճիշտ կաներ Վահագն Ալեքսանյան անուն ազգանունով այդ քայլիստը նաև մի հատ համեմատական տաներ, թե օրինակ մեր հարևան երկրներում թոշակը որքան է կազմում, այսինքն թե Ադրբեջանում եւ Վրաստանում, եւ հարգելի հայրենակիցներ, դուք կպարզեիք, որ մենք ամենաաղքատ թոշակառու պահող պետությունն ենք, որովհետեւ եթե Ադրբեջանում մինիմալ թոշակը կազմում է 170 ամերիկյան դոլար, Վրաստանում 165 ամերիկյան դոլար, ապա Հայաստանում այն կազմում է 93 ամերիկյան դոլար։ Էլ չասեմ, որ Հայաստանում առաջին անհրաժեշտության պարենի, դեղորայքի եւ ծառայությունների գները, այսինքն կոմունալ վարձավճարները ամենաբարձրն են համեմատած եւ նույն Ադրբեջանի եւ նույն Վրաստանի հետ։ Ավելին ասեմ, թոշակառուների մեծ մասը, այդ թվում նաև մինիմալ թոշակ ստացողների մեծ մասը, դրանք հաշմանդամներ են, որոնք օգտվում են դեղերից։ Իսկ մենք բոլորս շատ լավ գիտենք, թե Հայաստանի Հանրապետությունում դեղորայքը որքան արժի։ Տարածաշրջանում ամենաթանկն է։ Կոնկրետ ես իմ օրինակով կարող եմ բերել իմ ընտանիքի անդամների, օրինակ նեբիլետ տեղը Վրաստանում 2 անգամ ավելի էժան է, քան ուրեմն նույն Հայաստանում։ Նույնը կարող եմ նշեմ, ասենք Ռոզուլիպ պլյուս տեղամիջոցի վերաբերյալ։ Էլ չասեմ, որ բազմաթիվ բարեկամներ, ծանոթներ, ընկերներ ունեմ, ովքեր փաստում են, որ նույն ասենք Ռուսաստանի Դաշնությունում, նույն Վրաստանում, Եգիպտոսում ու իրենք գնում են Թուրքիայում, այդ նույն դեղորայքը մի քանի անգամ ավելի էժան է, քան Հայաստանի Հանրապետությունում։ Եվ հիմա եզրահանգում մեր մինիմալ թոշակ ստացող քաղաքացիները, որոնց թոշակը 93 ամերիկյան դոլար է, որքան է ծախսում ամսական կտրվածքով այդ թոշակից տեղորայքի կոմունալի վրա եւ արդյոք իրենք հնարավորություն ունեն այդ քեշբեք ծրագրից օգտվել։ Շատ-շատերը չեն էլ օգտվում։ Այնպես որ լավ կլինի Նիկոլ Անհողի թայֆայի ներկայացուցիչները, որոնք ինչպես ասում են, չտեսան պատից կախ, մեկ էլ տեսան ճակատներից կախ, ու երևակայում է, որ իրենք շատ լավ են աշխատում եւ պետք է այդքան ստանան, իրականում երկիրը սարսափելի վիճակում է եւ ընդամենը 7 տարվա մեջ մեր պետական պարտքը աճել է 7.5 միլիարդ ամերիկյան դոլարով։ Մի հատ պարզաբան են, թե այդ գումարները, որ իրենք այդ պարտքերը վերցնում են, ուր են գնում մեծ մասը։ Մեծ մասը գնում է այդ պարգևավճարների եւ Նիկոլի թայֆայի ներկայացուցիչների աշխատավարձները բավարարելու համար։ Դե Ժողովջանին էլ խապելու համար ասֆալտ են անում, մեկ էլ մի քանի հատ դպրոց են կառուցում, որ աչքերը ուրեմն խափեն ու ասեն, այս ամեն ինչ արել ենք ձեզ համար Ժողովջան։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունում մինիմալ թոշակը շարունակում է կազմել 36,000 դրամ, որը համեմատած տարածաշրջանի երկրների հետ, ես նույնիսկ Թուրքիայի հետ չեմ էլ համեմատում, հարգելի հայրենակիցներ, որտեղ մինիմալ թոշակը 420 ամերիկյան դոլար է։ Ոչ է Իրանի հետ եմ համեմատում, բայց ամեն դեպքում դուք պետք է բոլորդ հասկանաք, որ երբ որ լսում եք Վահագն Ալեքսանյանի կամ նրա նմաններին, ապա լավ կլինի, որ նրանք համեմատական տանեն հարևան երկրների հետ, գների պահով նաև համեմատական տանեն առաջին անհրաժեշտության, ինչպես նաև գնաճի հետ համեմատեն, որի մասին ես մոռացել էի նշել։ Գնաճի մակարդակով Հայաստանի Հանրապետությունը շատ բարձր դիրքերում է գտնվում այս 7 տարիների ընթացքում եւ Նիկոլենց հպարտանել, որ իրենք մինիմալ թոշակը 16,000-ից հանել են 36,000-ի եւ չգիտես ինչի այլ նշում են 43,000։ Ուղղակի մանիպուլյացիա է եւ կեղծիք մեծ մասը։